Բարի կեսօր, սիրելի հեռուստադիտող, դե ինչ ես կազմ ու պատրաստ վերադարձա, որպեսզի ձեզ ներկայացնեմ մեր նոր հյուրերի եւ թեմաների մասին, ձեզ պատմելու ենք շատ տաք, շատ երևանյան եւ շատ արվեստոտ մի իրադարձության մասին, խոսքը իհարկե թատերական ֆրանկոֆոն հանդիպումների մասին է, որը մեկնարկում է արդեն 7-րդ անգամ Երևանում նոյեմբերի 3-ին եւ 4-ին։ Մեր տաղավարում են նախագծի համահիմնադիրներ Լուսինե Աբգարյանը եւ Անի Ջանիկյանը։ Բարև ձեզ։ Բարի օր։ Շնորհակալ ենք մեր տաղավար գալու, մեզ հյուրընկալվելու համար, դե ինչ արդեն նոյեմբերի 3-ին եւ 4-ին մնաց 1-2 օր, վստահաբար շատ անելիքներ կան եւ քիչ ժամանակ, խնդրեմ պատմեք ինչպես եք պատրաստվում այս տարի մեր թատերական հանդիպումներին։ Շնորհակալություն։ Այս տարի մեր թատերական հանդիպումները կարծես նախորդ տարվա շարունակությունն է, որովհետև անցած տարի մենք մեր ֆրանկոֆոն հանդիպումները նվիրված էր ռումինացի ֆրանսագիր հեղինակ Էժեն Իոնեսկոին եւ այստեղ ենք անցած տարի այս օրերին, իսկ այսօր մենք արդեն սպասում ենք կրկին ռումինացի ֆրանսագիր հեղինակ Մատեյ Վիշնեկին, Իոնեսկոն չէր կարող գալ, բայց Մատեյ Վիշնեկը վաղը կժամանի Երևան եւ 2 օր մեզ հետ կապրի ֆրանկոֆոն թատերական միջավայրում։ Այս տարի նվիրված է փաստորեն ժամանակակից դրամատուրգ հեղինակին եւ կարելի է նաեւ նշել, թե ինչպես եք որոշում, թե յուրաքանչյուր տարի ում եք նվիրում փառատոնը։ Փառատոնը ամեն տարի որոշում ենք նվիրել ֆրանսագիր, բայց ֆրանկոֆոն երկրից տարբեր երկրներից հեղինակների, հա, մինչ այս ունեցել ենք շատ տարբեր երկրներից, օրինակ Բելգիայից, Կանադայից, Քվեբեկից գրողներ, Աֆրիկայից, հա, Բենինից, Սենեգալից հեղինակներ ենք ունեցել, Ռումինիայից, որը նույնպես ֆրանսախոս երկիր է, եւ չենք կենտրոնում միայն ֆրանսիացի հեղինակների վրա, որովհետեւ ֆրանկոֆոնիան միայն ֆրանսիան չէ, նաեւ ֆրանսիան է, բայց նաեւ այն բոլոր երկրներն, որտեղ ֆրանսերենը համարվում է պաշտոնական լեզու կամ ստեղծագործական լեզու, ինչպես է հեղինակների պարագայում է։ Մատեյ Վիշնեկին ինչպես ենք եկել, վաղուց գիտենք այս դրամատուրգին եւ ինքը իսկապես ֆրանսիական դրամատուրգիայի կարկառուն դեմքերից մեկն է, ով շատ հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ է ունեցել, սկզբում եղել է լրագրող, հետո որոշակի պատճառներով Ռումինիայից ինքը միգրացիա է ապրել, որին հետևել է նաև իր ստեղծագործությունում միգրացիայի մասին շատ մեծ ծավալով ստեղծագործություն երկերը, թատերկերը, հա, իր հիմնական թեմաներից մեկն է եւ երևի արդեն Անին դրա մասին կպատմի, բայց հենց այս թեմայով էլ ստեղծագործություններից մեկը թարգմանել ենք։ Որը ներկայացնելու եք իհարկե արդեն այս տարվա փառատոնի ընթացքում, նաև նշենք այդ մասին եւ թե ինչով է այս տարի հատկապես առանձնանում փառատոնը, ինչ նորություններ եք բերել։ Ինչպես միշտ փառատոնը մի քանի փուլ ունի, նախ ամբողջ տարվա ընթացքում մեր թարգմանիչները թարգմանում են գրողի այն երկերը, որոնք մենք ընտրում ենք ջանասիրաբար, եւ ասեմ Մատեյ Վիշնեկին բացահայտել ենք մասնավորապես, այսինքն ես կոնկրետ ֆրանսիական գրականության շարունակականությունը ապահովող հեղինակ, օրինակ նա ունի Վերջին Գոդոն, որով եւ հենց ես բացահայտեցի Վիշնեկին եւ կարծես նա նոր շունչ է տալիս թատերարվեստի հայտնի կերպարներին, նույն Չեխովը, Լուսինեն էլ թարգմանել է Չեխով մեքենան, Նինան, Չեխովյան կերպարներն են նոր շունչ ստանում, Բեկետի կերպարն է նոր շունչ ստացել, որոնք շուտով մեր ընթերցողը, հանդիսատեսը կտեսնի։ Մենք թարգմանել ենք ժողովածուն, հենց այսօր վերցրեցինք կլինի գրքի շնորհանդեսը էպիգրաֆում Վիշնեկի եւ նաեւ մեր թարգմանիչների ներկայությամբ, որից հետո Բրաշովի թատրոնն է այս տարի եկել։ Այո, թատերախումբը ժամանելու անտիտեատրու թատերախումբը, որոնք կխաղան կինը մարտադաշտ ներկայացումը, որը հանդիսատեսը կարող է շատ հանգիստ դիտել, որովհետև լուսագրված է եւ հայերեն, այսինքն կարող են հետեւել ներկայացմանը, որից հետո արդեն Իսկ ինչպես եք ընտրել հենց այդ թատերախմբին եւ հենց այդ ներկայացումը նաեւ։
Երևի ասեմ, ուրեմն թեմայով ենք ընտրել ավելի շատ, որովհետև թեման շատ զգայուն թեմայի մասին է, հետպատերազմական տրավմաների, հոգեցնցական, հոգեցունց իրականության, որտեղ կինն է մարտադաշտում, կենտրոնում կինն է եւ կնոջ պերսպեկտիվայից տեսանկյունից է պատմվում պատմությունը, հա, երևի սփոյլ չանեմ սյուժեն, բայց շատ խոսուն է մեզ համար այսօր եւ վստահ եմ, որ հանդիսատեսը կգտնի մեր հասարակության այն շերտին, որը նույն բանն է ապրել տարբեր պատերազմների ընթացքում, որով մենք անցել ենք, շատ հետաքրքիր ներկայացում է եւ շատ լավ բեմադրված, շատ լավ խաղով ներկայացում է։ Իհարկե մենք միշտ ներկայացումներ ընտրելուց վերջնական ընտրելուց առաջ նայում ենք, հա, ընտրություն ենք կատարում եւ ուզեցինք նախորդ տարի Սուչավայից էինք թատերախումբ հրավիրել, այս տարի որոշեցինք Բրաշովից անել, որ բազմազանություն լինի։ Նաեւ քանի որ կան այլ գրական հանդիպումներ, ընթերցումներ, քննարկումներ, կարծում եմ կարող ենք բացել փակագծերն այս առումով եւ հորդորել մեր քաղաքացիներին, հեռուստադիտողներին անպայման բաց չթողնել այս տարվա ֆրանկոֆոն հանդիպումները։ Այո, սիրով մենք սպասում ենք Բրաշովի անտիթեատրու թատրոնը հանդես կգա Մհեր Մկրտչյան թատրոնում ամսի 3-ին, այո, 7:30 եւ հետո մոտ ազատ է։ Որը ամենակարևորն է խանգարող ոչինչ չկա, պետք է պարզապես գալ եւ վայելել։ Եվ կվայելեն թե ներկայացումը եւ թե հեղինակի ներկայությունը, իսկ հետո շատ մտերմիկ զրույց կլինի դերասանների, հեղինակի, նաեւ թարգմանիչների հետ։ Ինչ այլ հանդիպումներ են նախատեսվում, ինչ քննարկումներ կան։ Ամսի 4-ին ավելի երիտասարդական թատերախմբերը, հա, Հայաստանում, որոնք շատ են, անկախ են եւ այլն, հանդես կգան իրենց տարբեր հեղինակի տարբեր ստեղծագործությունների ներկայացումներով եւ թատերայնացված ընթերցանություններով եւ առավոտյան Վիշնյեկը հանդիպելու է թատերական ուսանողներին, դրամատուրգիայով հետաքրքրված ուսանողներին, հա, ստեղծագործական ատելյե իրենց հետ անելու։ Իսկ դրանից հետո ամբողջ օրը 5 ներկայացում ունենք պլանավորած։ Էլի սիրով մուտքը ազատ է, կարող են բոլոր ցանկացողները գալ երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում Թատերական ինստիտուտի 5 ներկայացում կլինի, այդ թվում այն ստեղծագործությունները, որոնք թարգմանված են հայերեն եւ որոշները ֆրանսերեն, հայերեն եւ երկլեզու։ Դուք ինչ որ բան ունեք ավելացնելու։ Ես ուզում եմ ասել, որ նաեւ, այսինքն երիտասարդական, բայց այստեղ կա նաեւ իսկապես պրոֆեսիոնալ թատրոն, Գյումրու մտորումների թատրոնից Հովանես Հովանեսյանի բեմադրությամբ, որը տեղ է գտել, հա, երիտասարդ էքսպերիմենտալ թատրոնի շարքին, նաև վերջին գոդոն կներկայացնի մտորումների թատրոնը։ Եվ թեք տեղը նույնպես հանդիսանում է մասնակից։ Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները փաստորեն հնարավորություն են ընձեռում նաև մեր հայ ուսանողներին թատերականում սովորող հանդիպել եւ շփվել ժամանակակից աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստան եկող դրամատուրգ գրողներին, ինչը շատ կարևոր փորձառություն է նրանց համար եւ քանի որ 7-րդ տարին է արդեն այս հանդիպումները կայանում են, եկեք նշենք այդ էվոլյուցիան, որն ապրել է այս փառատոնը, ինչ փոփոխություններ է բերում հայաստանյան թատերական աշխարհ։ Գիտեք, իրականում շատ հետաքրքիր է անցած ուղին, որովհետեւ դեռ վաղ 15 տարի առաջ այս նախագծի սաղմը ձևավորվեց Բրյուսովի համալսարանում, երբ ես որպես դասախոս որոշեցի թատերախումբ ստեղծել եւ Լուսինեն էլ այդ ժամանակ իմ ուսանողուհին էր եւ ստեղծվեց ֆրանսախոս ուսանողական փոքրիկ խումբ եւ այս խումբը ունեցավ փոքրիկ հաջողություններ, որոնք մեծացան եւ սկսեցինք շրջագայել տարբեր Ֆրանսիայում նաև գնացինք Լեհաստան, այլ երկրներ ֆրանկոֆոն, մասնակցեցինք թատերախմբերի եւ հետո սա ընդլայնվեց եւ այսօր արդեն մեզ միացան պրոֆեսիոնալ դերասաններ, մեզ միացան տարբեր համալսարաններ, թատերականը, ֆրանսիական համալսարանը եւ միասին ընդլայնվեց ծրագիրը եւ թարգմանություններ տեղ գտան եւ հեղինակներն են գալիս եւ ինձ թվում է մենք ընդլայնում ենք եւ շրջանակը մեծանում է։ Եվ ո՞րն է հիմնական նպատակը այս նախագծի, եթե կարող ենք ձևակերպել։ Իհարկե, հիմնական նպատակը, որ պարտադիր չէ Հայաստանից դուրս գնալ այս մարդկանց հետ հանդիպելու համար, իրենք են գալիս Հայաստան եւ իրենք շատ մեծ ցանկություն ունեն աշխատել մեր երիտասարդ դերասանների, ֆրանսախոսների, ոչ միայն ֆրանսախոսների հետ, որովհետեւ Հայաստանը գիտեք ֆրանկոֆոնիայի անդամ երկիր է, բայց ավելի շատ ֆրանսասեր երկիր է, քան ֆրանսախոս երկիր, եւ դրա համար
Մենք մի ժամանակ նաև ապակենտրոնացված էինք անում ծրագիր, այսինքն անում էինք Գյումրիում, Գորիսում, Եղեգնաձորում եւ այլն, բայց լոգիստիկ առումով հիմա ավելի շատ կենտրոնացել ենք Երևանում եւ Գյումրիում, ամեն տարի տարբեր ենք անում եւ գլխավոր նպատակը հայ հանդիսատեսին, հայ թատերասեր զանգվածին, թատերական գործիչներին, ուսանողներին եւ մեր ընթերցողին մատուցել ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ լավ թարգմանություններով, որովհետև գիտեք, այս խնդիրը Հայաստանում կա, շատ հեղինակներ կան, թարգմանիչները շատ չեն, փորձում ենք մաքսիմալը անել, եւ որոնք հետագայում եւ ընթացքում մենք տեսել ենք բեմադրվում են տարբեր թատրոններում։ Նշեցիք, որ ունեցել եք շրջան, երբ տարբեր մարզերում եք նաեւ իրականացրել այս հանդիպումները, այս առումով մարզերի ներգրավվածությունը ինչպիսին է։ Մարզերի ներգրավվածությունը միշտ մեծ է, այսինքն եթե մենք չենք կարողանում այս պահին լոգիստիկ առումով գնալ տարբեր մարզեր, մենք անպայման մարզերից թատերախմբեր ներառում ենք։ Օրինակ այս տարի Լիլի Գյումրիից ոնց նշեց Հանին, մտորումների թատրոնն է մեզ հետ մասնակցում ունեցել ենք, մասնակցություն Վանաձորից եւ տարբեր քաղաքներից։ Քանի որ ի սկզբանե դուք նշեցիք, որ տարբեր երկրներ եք կարողանում ձեր փոքրիկ թատերախմբով գնալ, հիմա կան այդպիսի ծրագրեր, որ արդեն այս ընթացքում նաև որևէ տարի, երբ ֆրանկոֆոն թատերական հանդիպումներն են կրկին, ունենաք այդպիսի այցեր նաև եվրոպական երկրներ։ Այո, անշուշտ մենք Ավինյոն ենք գնացել, մենք Փարիզում ենք հանդես եկել, մենք Պոզնանում ենք հանդես եկել, անշուշտ եւ սա մեծ ձեռքբերում է նաեւ ուսանողների համար, որովհետեւ այս հանդիպումների ընթացքում փառատոներին մասնակցելով ուսանողները անմիջական շփում, եթե անգամ ուսանողը դերասան չի, պարզապես լեզու սովորող ուսանող է, նա երկիր է բացահայտում, թատերական նոր միջավայր է բացահայտում, ապրում շնչում է այդ մթնոլորտը եւ անշուշտ հենց այսպես են ծնվում նոր գաղափարներ, նոր հեղինակների հետ ծանոթություններ եւ ամենատպավորված տարին ո՞րն է եղել ձեզ համար այս ֆրանս-աֆրիկյան տարին։ Կարծում եմ ֆրանս-աֆրիկյան տարին, երբ որ ֆրանսիացի եւ աֆրիկյան Բենինից եւ Սենեգալից հեղինակներ էին հրավիրել, սա իսկապես դիպլոմատիկ առումով մեծ քայլ էր մեզ համար, որովհետեւ դա արվեց ֆրանկոֆոնիայի խաղերի ներողություն ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հաջորդող տարին եւ Հայաստանը դեռ դիպլոմատիկ հարաբերություններ չուներ։ Չգիտեմ ոնց ենք մենք կարողացել հրավիրել այս հեղինակներին, բայց արտակարգ անցավ եւ թեմաները, որոնցով բերել էին ներկայացումները, հա միգրացիայի մասին եւ շատ խոսուն են մեզ համար ու այնքան համամարտկային այս հանդիպումները մենք հասկանում ենք, որ նույնիսկ եթե մենք աշխարհի տարբեր ծայրերում ենք գտնվում Քվեբեքում, Կանադայի հեղինակների մասին մենք ոչինչ չգիտեինք, իրենք ոչինչ չգիտեին մեր մասին, բայց հասկանում ենք, որ մեր խնդիրները նույնն են, մեր գրականությունը, գրական թեմաները նույնն են, մտահոգությունները նույնն են եւ ապրումները նույնն են։ Դրա համար շատ հետաքրքիր է, որ այս հանդիպումների ընթացքում կարողանում ենք աշխարհագրորեն տարբեր Այս առումով հետաքրքիր է ինչ արձագանքներ եք լսում նաև ձեր արտասահմանյան հյուրերից, մարդիկ, որոնք գուցե առաջին անգամ հենց ձեր փառատոնի շնորհիվ են այցելում Հայաստան։ Ուզում են վերադառնալ։ Միշտ ուզում են վերադառնալ։ Կարևորը դա է։ Եվ նաև նրանք իրենց հերթին, այսինքն կապեր են հաստատում այստեղ երիտասարդ դրամատուրգների հետ։ Կան ինչ-որ համագործակցություններ, որ հետո ծնվում են։ Օրինակ թատերական հանդիպումները երբ արեցինք շվեյցարացի հեղինակի հետ, հետո իր ստեղծագործություններից մեկը բեմադրվեց եւ մեր հայկական թատրոններից մեկում երկար ժամանակ ինքը ռեպերտուարում գործում էր։ Եվ ինչն է նաև շատ կարևոր, այս պիեսները, որ հրատարակվում են, հետո հեղինակների հետ մեր թատերախմբերը շարունակում են որոշ առումով համագործակցել բեմադրական առումով եւ այլն, որովհետեւ շատերը հենց երիտասարդ էքսպերիմենտալ թատերախմբերի կողմից բեմադրվում են։ Օրինակ Գյումրիի երիտասարդական թատերախումբն է բեմադրել, էլի թատերական հանդիպումների շրջանակում մեկ այլ երիտասարդական խումբ Յուրայի Կիրակոսյանը ձևավորվեց իսկապես նորից ֆրանսախոս թատերախումբ, հենց սրա շրջանակում ոգևորվեցին եւ սա պրոֆեսիոնալ դերասանների մասին է։ Եվ իրենք ամբողջ աշխարհով հիմա շրջագայում են տարբեր փառատոներում եւ այլն։ Այս առումով հաճախ ասում են, որ նմանատիպ փառատոնների ժամանակ ուսանողությունը այդքան էլ ակտիվ չէ, գուցե շատերը հետաքրքրված չեն, եկեք կոտրենք այդ կարծրատիպերը։ Երբ որ կիզակետին ես դեպի գնում, թիրախավորված է լինում, այսինքն ծրագիրը հասկանում ես ում համար ես անում, ինչի ես անում, այդ խնդիրը չի։ Դուք դժվարությունների հանդիպել եք, երբ համագործակցություններ եք փորձում ունենալ համալսարանների հետ։ Երբեք ամենակարևորը։ Պահանջը իրենցից է գալիս։ Ամենակարևորը սա է հասկանալ, արդյոք այսօրվա ուսանողները, երիտասարդները հետաքրքրված են այսպիսի փառատոններով միջազգային։ Գիտեք,
ներողություն, լավ, ես ասեմ, հետո Լուսինեն ինձ կլրացնի։ Գիտեք, հարցը այն է, որ դու ուսանողին ներգրավում ես եւ մասնավորապես այն դեպքում, երբ ուսանողը գիտի, որ ինքը գուցե հնարավորություն ունի բեմ բարձրանալու, սա շատ ոգևորիչ է եւ սա նպաստում է, որ ինքը հեղինակին կարդա, հեղինակի լեզվով խոսի եւ տա շարունակականություն։ Թող Լուսինեն հետո իրենց համար շատ ոգևորիչ է հանդիպել այդ ժամանակակից հեղինակներին, իրենք շատ միշտ մտածում են ինչ կմտածի հեղինակը մեր բեմադրության մասին եւ այլն, հա, եւ իրենք ուսանողները հետաքրքրված են այն բոլոր նախագծերով, որտեղ իրենք ներգրաված կարող են լինել։ Բայց կարևոր է իմանալ ֆրանսերեն, այո, որպեսզի մասնակցեն։ Իսկ սկզբանե մեր նախագիծն այնպես էր, որ այո, միայն ֆրանսախոսների համար էր, բայց հասկանում ենք, որ Հայաստանում ֆրանսախոսությունը իսկապես շատ լավ երևույթ է, բայց քանի որ գնալով ցավոք մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ չպակասի, բայց միայն դրանով չենք ուզում սահմանափակվել եւ գիտենք, որ 2027 թվականին ֆրանկոֆոնիայի խաղերն են Հայաստանում տեղի ունենալու, բայց մեր ռեսուրսը պիտի ամեն ձև կարողանանք մոբիլիզացնել, որ նաեւ հայախոս ուսանողները հետաքրքրվեն ֆրանկոֆոն մշակույթներով։ Իսկ 2027-ին ինչ է մեզ սպասվում, կարող ենք արդեն խոսել։ 2027 թվականին շատ մեծ իրադարձություն պետական մասշտաբով, բայց երևի ավելի ճիշտ կլինի, որ արդեն ուրիշ հյուրերի հետ այս թեմայով խոսենք։ Մենք անպայման այս ծրագրի շրջանակում նույնպես թատերական հանդիպումների մեծ ծրագիր կներկայացնենք, բայց Հայաստանը ժամանելու շատ մեծ քանակությամբ սպորտսմեններ եւ մշակութային գործիչներ եւ 2027-ին Հայաստանն է հյուրընկալելու ֆրանկոֆոնիայի մշակութային եւ սպորտային խաղերը։ Ինչն ամենակարևորն է եւ վերադառնալով արդեն նոյեմբերի 3-ին եւ 4-ին այժմ ինչ փուլում են ձեր նախապատրաստական աշխատանքները։ Պատրաստ լրիվ։ Միշտ վերջին պահին կան չարված գործեր։ Ես այսօր առավոտյան Լուսինեին ասում եմ, «Փաստորեն ոչինչ էլ չունենք անելու»։ Մնացել է որ վայելենք։ Առավոտյան կսպասենք, կգնանք օդանավակայան կհյուրընկալենք մեր հյուրերին, վաղ մի քիչ թեթև մշակութային օր կանցկացնենք, այն առումով որ կբացահայտենք իրենց համար մեր երկիրը։ Ինչ եք ցույց տալու նրանց առաջին հերթին։ Գառնի ենք ուզում տանել, հետո իրենք ամեն ինչով հետաքրքրված են, քանի որ շատերը առաջին անգամ են գալու, բացի ֆրանկոֆոնիայի, արևելյան եւ կենտրոնական Եվրոպայի ներկայացուցիչից, ով մեր գործընկերն է եւ որ ամեն տարի գալիս է մեր իրադարձությունների հայ հանդիպումների շրջանակում, մյուս բոլոր հյուրերը առաջին անգամ են Հայաստանում լինելու, կարծում եմ շատ լավ տպավորություն։ Շատ ուշադրությամբ չէ, պետք է մանրակրկիտ ընտրեք, թե առաջին անգամ ինչ ցույց տակ, որտեղ նրանց տանեք, որպեսզի Գառնի, Գեղարդ, հետո քանի որ ծրագիրը շատ հագեցած է, մշակութային շատ օրեր Հայաստանի տարածքում չենք կարողանալու այս անգամ ունենալ, բայց ես վստահ եմ, որ շարունակական է լինելու։ Վիշնեկը առաջի անգամ է թարգմանվում, բայց ոչ վերջին անգամ։ Ես վստահ եմ նաև, որ շատ հանդիպումներ են լինելու նրանց եւ հայաստանյան մշակութային գործիչների, արվեստագետների հետ, եկեք նաև նշենք այս մասին, ովքեր են մեր երկրից ներկայացնելու եւ ծանոթանալու նրանց հետ։ Դե արդեն ասենք առաջին օրը էպիգրաֆում արդեն տեղեկացված են իհարկե թատերական ոլորտի բոլոր ստեղծագործողները, որ գրքի շնորհանդեսն է լինելու, որովհետև գիրքը անմիջապես իրենց է ուղված, հա, իրենք են կարդալու պիեսները, բեմադրելու եւ այլն։ Հաջորդիվ Մհեր Մկրտչյան թատրոնն է հյուրընկալում ներկայացումը Բրաշովից եւ Իսկ հաջորդ օրը արդեն Վիշնեկը ատելյե կկազմակերպի դրամատուրգ ուսանողների համար եւ նաեւ բեմադրիչ, հա, ուսանողների համար, որից հետո արդեն մեր թատերախմբերը երիտասարդ փորձարարական արդեն Վիշնեկի առաջ կխաղան Վիշնեկ եւ կտեսնենք Վիշնեկի արձագանքը անշուշտ ոգևորված են, հա, շատ ոգևորված են, ես սպասում եմ, հետո շատ հետաքրքիր է ներկայացումներից հետո, երբ հեղինակը նստած է եւ նրանք, այսինքն վերադարձնում է այն, ինչ ապրել է, ինչ զգացել է րոպեներ առաջ բեմի տեսնելով իր թատերքը։ Իսկ ինչպես է ձեզ մոտ, դուք այս տարվա արդեն ֆրանկոֆոն հանդիպումներից հետո անմիջապես սկսում եք պատրաստվել մյուս տարվա միջոցառմանը։ Դեռ չէր վերջացած, արդեն առաջարկեցինք։ Արդեն հաջորդ տարվա ծրագիրն էլ մոտավոր պատկերացում ունենք, ինչ ուղղությամբ ենք գնալու, մի քիչ ավելի ամբիցիոզ, բայց կփորձենք հաջողել։ Շնորհակալ եմ շատ, ձեզ իհարկե մաղթում ենք ամենակարևորը հաջողություն նոյեմբերի 3-ին 4-ին եւ առհասարակ ձեր բոլոր գործերում։ Շնորհակալություն ձեզ լավ օր եւ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Սիրով կսպասենք, եթե հետաքրքիր։ Սիրով։
Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք նաև այսօրվա մեր եթերը, շնորհակալություն հայտնենք նաև մեր գործընկերոջը Արփինետին մեր եթերն ապահովելու համար, ձեզ խաղաղ եւ հաճելի հանգստյան օրեր, կհանդիպենք։